Դու վստահ ես արդյոք, որ որևէ մեկը, չեմ ասում չարախնդրորեն, բայց զգալով, որ դա նպաստավոր գաղափար է, վերցնի եւ օգտագործի օրինակ։ Ինչու ես այդպես մտքերդ շռայլում տեսախցիկների առջև։ Կարող ենք խնդրել Վարդանին օրինակ անջատեր, մենք դրա շուրջ խոսեինք, հետո նոր շարունակենք։ Չէ, սա արդեն հեղինակային իրավունք է։ Սա կտրեմ կպահեմ, կասեմ, սա հեղինակային իրավունքն է։ Ինձ գիտես ինչն է հետաքրքիր, օրինակ ոնց ինչ համարձակություն ես դու ունեցել, լավ իմաստով համարձակություն, որ հիմնել ես թատրոն։ Ես էսի կասեմ, բայց դու որ լավ ասեմ նոր դու ասա, որովհետև շատ կարևոր է նաև քո կարծիքը։ Դրա համար պետք է ունենալ լրջագույն համարձակություն։ Մասնավոր թատրոն չունենալով որևէ պետական սուբսիդիա ենթադրում, ինչ համարձակություն է։ Ժամանակները քիչ նպաստավոր եղան։ Ամեն ինչ պետք է անես իրան ճիշտ ժամանակին։ Կարող ավելի շուտ լիներ կամ ուշ պետք է լիներ, ճիշտ ժամանակներ, դա տարբեր առումներով ճիշտ ժամանակին եղավ։ Այս տարածքը, այս դպրոցը ինձ շատ հոգեհարազատ է։ Ես այդտեղ առաջին անգամ իմ մասնագիտության հետ իմ առաջին եւ միակ սիրո հետ, իսկական սիրո հետ, այս շենքում եմ առնչություն ունեցել ու այստեղ պետք է հանդիպեի։ Այս ամեն ինչի հիմքում սերն է, շահը։ Հա, որոշեցի, որ մաշկիցս դուրս գալով պետք է անպայման դա լինի ու արեցի։ Հիմա խնդրություն կարա լինի, ես մեկ-մեկ զարմանում եմ, որ իսկական թատրոնը կարա այդպես լուրջ եկամտի աղբյուր դառնա, դա հնարավոր չի։ Կարող է պահի քեզ հնարավոր է իհարկե, բայց ինքը չի կարող այտենց բիզնես նայվել էլի, եթե հենց բիզնես է, դա արդեն մի քիչ ուրիշ տեղերում ես արդեն դու մի քիչ խախտել ես թատրոնի կանոնները, որովհետև դու այդքան անկեղծ չես կարող անես։ Բայց կարա թատրոնը, լավ թատրոնը կարա նաև այո, որոշակի չափով քո ֆինանսական հարցեր լուծի։ Ես դրա մոտ մի կասկած էլ չունեմ, որ լինելու է դա։ Ու ոչ միայն քո, նաև քո ընկերների շենքը պահպանել եւ դա հիմնարկ աշխատատեղ լինել։ Նաև ինչ-որ մի տեղ հիմնարկ, բրենդ արտադրել եւ վաճառել, բայց որ ինքը եկամտի լուրջ աղբյուր կլինի հարստանալ ու դա հնարավոր չի, դա բացառվում է, դու ինչ-որ տեղ խախտել ես կանոնները։ Նպատակ էր, պարզապես ինձ պետք էր ճիշտ ժամանակին, ճիշտ տեղում, ու դա ստեղծվեց։ Շնորհակալ եմ Աստծուն, որ դա հնարավորություն, նաև շնորհակալ եմ այն մարդկանց, որոնք հավատացին ինձ։ Մեր համայնքի ղեկավարությունը շատ կարևոր է իրանց այդ քո գաղափարին հավատալը եւ շատ կարևոր է, որոնք որ առաջ քեզ ընդառաջում են ու հնարավորություն են ստեղծում։ Բայց ինձ հետաքրքիր է նաև, պարոն Մարգարյան, դուք ոնց հավատացիք ինձ։ Արդեն 4-րդ ներկայացումն ենք հանձնում։ Հեսա մի հատ էլ դու նոյեմբերին կսկսես, հոկտեմբերին կսկսես։ Անկեղծ եմ քեզ ասում, շատ վաղուց ես մտածում եմ, որ ինչու է ամեն ինչ կենտրոնացած մայրաքաղաքում։ Այդ շատ վատ ցուցանիշ է, որ ամեն ինչ կենտրոնացած է մայրաքաղաքում։ Եվ հենց դա է ինձ ստիպում, որ ես ավելի շատ ուշադրություն դարձնեմ օրինակ շրջաններում։ Ինձ հետաքրքիր է, որ շրջանների մարդիկ նույնպես ներգրավված լինեն մշակութային կյանքի զարգացմանը։ Դա շատ կարևոր է, որովհետև թատրոնը չի կարող գոյանալ առանց հանդիսատես։ Այդ գաղափարների, այդ խմորումների մեջ հանկարծ զանգ եմ ստանում քո կողմից եւ սենց մի հատ գաղափար ես գիտես առանց վարանելու ինձ հետաքրքիր էր այդ ամեն ինչի մեջ մտնել եւ այո անցնել այդ դժվար շրջանը եւ ի վերջո ունենալ այն ինչ որ մենք ունենք։ Շնորհակալություն քեզ։ Չէ, շնորհակալություն, ազնվություն։ Դերասան որպես ռեժիսոր առավել եւս հենց առաջին ձեռագիրը քո ներսը քո ռեժիսորության մեջ է իհարկե, որովհետեւ դու հարազատ ես քո գործերին, անկեղծ ես էլի։ Այդ որտեղից է գալիս, տակունքները որտեղից է։ Փոքրուց ծնողներս ներարկել են, թե իմ, թե եղբորս մեջ արվեստի նկատմամբ սերը։ Իրանք ռուսական կրթություն ունեն, բայց մեր տանը կարևոր է եղել, որ երեխաները խոսեն հայերեն, չգրված օրենք էր դա, անպայման խոսեն հայերեն։ Բնակվում եմ 14-րդ հարկում։ Մենք հարևանի երեխաների հետ միասին, մեր ընկերների հետ, ինչ-որ բաներ էինք կազմակերպում, աթոռներ էինք շարում, ինչ-որ բաներ էինք անում, հանդիսատես էինք, մեր հարևաններին տոմսեր էինք սարքում, տենց տալիս էինք հարևաններին, գալիս նստում էին ու ամենակարևորը տոմսերը սարքում։ Հա, դե տոմսերը կարևոր է։ Իսկ բան պահանջում։ Տոմսային տնտեսությունը հենց այդտեղից է եկել, էլի մեջ։ Դա հենց առաջինն է թատրոնի ինքն չէ։
Չէ, բայց գիտես, սենց ասեմ, թատերական աշխարհում դերասանների մեր հայաստանյան քեզ գիտեն ու բոլորը սենց հենց ասում են Մարգարյան Արմեն, արդեն գիտեն Արմենին։ Շատ ռոմանտիկ, խոճուճ, չէ, խոճուճի։ Դե չէ, խոճուճ դա շատ մտերիմներն են ասում։ Հա, շատ մտերիմներ։ Ովքեր ինձ տեսել են խոճուճ ժամանակ։ Չէ, այդ խոճուճ բառը կոնկրետ կանգառահերության մասին չի խոսքը։ Հենց այդ խոճուճ, որ ասում են, գիտեն, որ Արմենը, ահա, գնաց։ Իր խոսքը պետք է լինի շատ խոհուն, շատ սենց սիրուն ձևավորված, հա, ու կարևորը շատ սեր լինի մեջը։ Իր ձեռագրի խոսքի, ընդհանուր ասված խոսքի մեջ շատ սեր լինի լսած, խտացված, նույնիսկ լավ էլի հասկացան։ Որովհետև շփում եմ քեզ նման մարդու հետ, Շահեն ջան։ Քեզնից էլ է դա գալիս։ Ես այդքան չեմ լավ։ Դե լավ։ Այ երբ որոշեցիր, որ պետք է նայր, սա քո հացը վաստակելու մասնագիտությունն է։ Տեխնիկական առարկաները, թե իմ, թե եղբորս մեջ շատ զարգացած էր։ Դա էլ է գալիս ընտանիքից, որտեղ մայրս մաթեմատիկայի ուսուցչուհի, հայրս ավիացիայի ինժեներ, տենց տեխնիկականը մեզ մոտ հեշտ էր ստացվում շատ։ Բայց 9-րդ դասարանում էր, կարծեմ, արդեն ինչ որ շեղվեցի, կամաց սկսեցի այնտեղ ով է եղել, որ շեղել է քեզ։ Այդ մարդը իմ լավագույն ընկերներից մեկը Էրնեստ Պիչիկյանն է, որը շատ կարևոր եւ շատ այդ ժամանակ ինքը ուներ թատերական ստուդիա, այսինքն երգի ստուդիա էր, որտեղ նաև արվեստի տարբեր ճյուղեր էին անցնում եւ այդ ստուդիան շատ ճակատագրական դեր խաղաց իմ հետագա կյանքի համար։ Ես ավելի խորը ծանոթացա արվեստի հետ, մշակույթի հետ, երգարվեստի հետ, թատերական արվեստի հետ, ընկերն առան իմ թատերական առաջին ուսուցիչը շատ իմ կարծիքով հիմքը ինքն է դրել, կարծում եմ։ Ու այդտեղից ոնց որ սկսվեց էլի սերը դեպի արվեստ, թատրոն մասնավորապես։ Ու հետո արդեն որ վերջնականապես որոշեցի, որ անպայման պետք է թատերական գնամ թատերական։ Սոս Արտաշեսովիչի կուրս ընդունեցիր։ Այո։ Դու տեսնում ես Հրազդանի կամերային թատրոնի ապագան։ Միանշանակ։ Կամ ինչ ձև ես տեսնում։ Սա պետք է դառնա մի հարթակ ու կդառնա վստահ եմ այդ հարթակը, որ մայրաքաղաքի երիտասարդ կադրերը կռիվ տան իրար հետ, որ մեկը պետք է գա եւ Հրազդանի կամերային թատրոնում բեմադրի իր նորարարական ներկայացումը։ Ես հասկանում եմ, որ այդ ամեն ինչը կապված է ֆինանսների հետ, բայց անհրաժեշտ է հնարավորինս արագ համալրել թատրոնի խաղացանկը եւս մի քանի ներկայացումներով։ Ես օրինակ անկեղծորեն շատ էի ուրախացել, շատ երանություն էի ապրում, երբ որ այստեղ նաեւ ստեղծվեց տիկնիկայի ներկայացում եւ ոչ ավել ոչ պակաս Սասունցի Դավիթ։ Մեր ինքնությունը, մեր էպոսը։ Դա հանդիսատեսի հետ խոսելու լավագույն միջոցն է, փոքրիկ հանդիսատեսի հետ։ Իսկ հանդիսատեսին, այո, շատ անգամ եմ ասել եւ հիմա էլ կասեմ, պետք է դաստիարակել փոքրուց։ Ներարկել թատրոնի նկատմամբ սերը փոքրուց եւ խոսել հրաշալի լեզու ես ընտրել, տիկնիկային լեզվով։ Փոքրիկներին ամենահասանելի լեզուն է դա։ Երանություն է ապրում։ Առավելևս դու չունես ժանրային առանձնահատկություն, դու բաց ես։ Հիմա էլ օրինակ Երևանում հստակ ժանրային առանձնահատուկ ներկայացումները դիմում են բազմաժանր երևույթին, հա, այսինքն արտադրում են տիկնիկային թատրոնը թույլ է տվել իրան արտադրել երեկոյան ներկայացումներ մեծահասակների համար, բեմադրել, ներողություն արտադրել բառի համար խնդրում եմ նորից, ներողություն եմ խնդրում, չգնդակահարելի։ Այսինքն դու չունես ժանրային առանձնահատկություն, արտադրիր ներկայացումներ։ Ժամերգության ժամանակ եկեղեցում հոգևոր հայրը, որը խոսում է, այնց աղոթքներ անում, շատ մարդիկ, ովքեր ներկա են ժամերգությանը, գուցե շատ խոսքեր անգամ չեն հասկանում ինչ է ասում այդ պահին հոգևոր հայրը։ Բայց երբեք հոգևոր հայրը չի էժանացնում լեզուն, որպեսզի ներգրավի նոր այցելուների։ Իսկ եկեղեցի գնում է նա, ով ուզում է գնալ եկեղեցի, ճիշտ է։ Դա էլ գուցե հիմա մի քիչ
պաթոսի ժանրից լինի այդ օրինակս, բայց նայած թե դու թատրոնին որպես ինչ ես դիտարկում։ Կա ժանր, չէ, օրինակ stand-up, սատիրայի թատրոն, կա տենց, որոնք թույլ են տալիս ենթադրենք իրենց ինչ որ, բայց եթե խոսքը գնում է ենթադրենք դրամատիկ թատրոնի մասին եւ առհասարակ սկզբունքային թատրոնի մասին, կարծում եմ այդտեղ պետք է մի քիչ զգուշ լինել։ Համաձայն եմ։ Մենք էլ պետք է դրա մասին խոսանք, որ հասկանան, թե ինչու ենք մենք այդպես։ Գիտես, շատերը գուցե կարծեն, թե ես ժամանակավրեպ եմ այդ առումով։ Չէ, հետ եմ ընկել, բայց ես հավատացնում եմ, ես չեմ հետ ընկել։ Դուք եք հետ ընկել։ Ջղայնանում է, դուք եք հետ ընկել։ Չէ, դա իմ կարծիքն է, նայ Շահեն, ես անկեղծ քեզ ասեմ, դա իմ կարծիքն է, իմ սկզբունքներն են, գուցե որևէ մեկը ինձ հետ անգամ որևէ մեկը ինձ հետ համաձայն չլինի, բայց ես ամեն գնով ուզում եմ սկզբունքներից չդավաճանել։ Իմ հատկապես բեմադրությունների մեջ ես շատ մեծ նշանակություն եմ տալիս մաքրամաքուր հայերեն խոսքին։ Ընդհանրապես հարցադրումներ, խորքայնություն, խոսքի մաքրություն, հա, մտածողության խնդիր, նորարարություն, այդ բոլոր սկզբունքներն են եղել այս թատրոնի հիմքում, բացման հիմքում, որ ես որդեգրել եմ։ Ժանրային առումով չկա ընդհանրապես ոչ մի բան, հա, մեկ էլ գիտես ինչ կերազեի, որ անպայման ստեղ միջազգային այս հենց շեքում, քանի որ այս շենքը Կոստանդանյանի անվան արվեստի դպրոցը ինքը թատերական տենց խորություն ունի, երջանկայի շտակ Գևորգ Կարապետյանից սկսած այսպես իրենից առաջ նույնիսկ ուզեի այստեղ թատերական մանկական թատերական փառատոն լիներ միջազգային ու նաև Հրազդան քաղաքի համար բավականին հետաքրքիր կլիներ այդ բանի առումով, հա, туриզմի առումով իհարկե կզարգացներ դա մի 3 հայկական խմբեր, հա, կոլեկտիվներ, բայց մնացածը, այսինքն 300 հոգի ամեն տարի հավաքվեին այստեղ, Փառք Աստծո, Կոտայքի մարզը туриզմի համար հրաշալի վայր է, Ծաղկաձորը։ Դու հենց հիմա հիմնակարը դրեցիր արդեն։ Հրաշալի վայր կա։ Դու հենց հիմա հիմնակարը դրեցիր։ Իսկ ի՞նչն է քեզ խանգարում։ Հենց այդտեղ խաղային։ Կամ ի՞նչն է ինձ խանգարում։ Չգիտեմ, ես զանգում եմ այդպես։ Չէ, հրաշալի Հրազդանային միջազգային մակարդակի այսպես, հա, մի 7 հոգանոց ժյուրիներ, հայերից էլ լինեին իհարկե, չգիտեմ ինչքանով անհնարավոր, բայց պիտի դրան էլ հասնենք, այնպես որ երազանքը կդառնա նպատակ, հա, այսինքն այս կոլեկտիվները, այս արտասահմանցիները, երիտասարդներին այս մեր հրաշալի վայրերը ցույց կտայինք, նաև խաղայինք ստեղ, պատկերացնում ես մեր հասարակությունը ինչ հետաքրքիր զգացողություն կունենար։ Մարզի հասարակությունը։ Բայց ես մի հարց, օրինակ, այս կողքի շենքերի երեխեքը դու հիմա տեսախցիկների առջև այդ գաղափարը հրաշալի հանրայնացրեցիր։ Դու վստահ ես արդյոք, որ որևէ մեկը, չեմ ասում չարախնդրորեն, բայց զգալով, որ դա նպաստավոր գաղափար է, վերցնի եւ օգտագործի օրինակ։ Ինչու ես այդպես մտքերը չռայլում։ Տեսախցիկների առջև կարող ենք խնդրել Վարդանին օրինակ անջատեր, մենք այդ դրա շուրջ խոսեինք, հետո նոր շարունակենք։ Չէ, սա արդեն հեղինակային իրավունք է, սա կտրեմ կպահեմ, կասեմ, սա հեղինակային իրավունքն է։ Ես ներքուստ հավատում եմ, որ վերադաս մարմինները, պատկան մարմինները կհասկանան այս քո գաղափարի կենսական նշանակությունը, ոչ միայն Հրազդան քաղաքի զարգացման համար, այլև Հայաստանի Հանրապետության համար, որովհետև քո ասած գաղափարը դու տես Հրազդան ես ասում, իսկ ես ասում եմ Հայաստանի Հանրապետություն։ Միանշանակ։ Քո ասած գաղափարը դա կենսական նշանակություն ունեցող գաղափար է Շահեն։ Ես քեզ հետ եմ։ Համաձայն եմ։ Եվ հույս, ոչ թե հույս ունեմ, ներքուստ վստահություն ունեմ, որ պատկան մարմինները կընկալեն դա, կընկալեն եւ ամեն ինչով կլինեն քո կողքին, ամեն ինչով, որովհետեւ դա իրականում կենսական նշանակություն ունի։ Սաղս հետ կապված չի։ Ոնց ես զգում քեզ կինոյում, նույն ձև ինչ որ թատրոնում, թե ոչ։ Տարբեր են շատ, բայց կինոն իհարկե ունի իր առանձնահատկությունները։ Կինոն մի օր զարթնում ես ու ճանաչված ես։ Կինոն ուրիշ դեր ունի իմ կյանքում եւ ինքը չի զիջում ոչ մի բանով։ Թատրոնի նկատմամբ իմ սերը նույնքան է, ոնց որ կինոյի նկատմամբ շատ եմ սիրում կինո։
Կարեկի նժդեհում խաղացել ես։ Բավականին հետաքրքիր կերպար էիր խաղում։ Դու մարմնավորում էիր Գորիսեցու Գարեգին Նժդեի գրագիրը։ Գրագիրը։ Անունը ինչպես էր։ Խորեն։ Խորենի։ Շլավ էիր խաղում Արմեն։ Շնորհակալ եմ։ Գիտես, չէ՞ մարդիկ նայել են, քեզ ճանաչող մարդիկ, ես վերջից նայել եմ, չեն իմացել որ դու ես։ Ասում Արմենն է, ասում չէ։ Լավ թե վատ թե շատ վատ եմ խաղացել, դա չգիտեմ, բայց կարծում եմ դերասանի համար դա կարևոր է, որ տարբեր է։ Դերասանը պետքա կարողանա տարբեր լինել, տարբեր եւ հավաստի։ Եթե ինձ մոտ ստացվել է տարբեր լինել այդտեղ եւ հավաստի, ուրեմն շնորհակալ եմ։ Գորիսի բարբառը, չէ, դե Գորիսի բարբառը դա գիտեիր թե դժվարություն է։ Գիտեի, իհարկե։ Դե արմատներս Գորիսից, Շինուհայր գյուղից, մեր բարբառով շնհեր։ Ես երբեք իմ արմատներից հեռու չեմ գնում։ Սյունիքը իմ հենարանն է։ Քո ամենասիրած դերը այսքան ժամանակ որն ա եղել։ Ինչ խաղացել եմ բոլոր դերերից։ Նու դասական ավելի շատ ամենասիրած։ Որ արժի էլի այդ մասին խոսած։ Ես դու մենակ դերն ասա, չէ, ամեն իմ դերերն եմ սիրում։ Ամենը։ Գիտես, կարամ ինչ որ մի դեր ասեմ, որը տենց շրջադարձային եղավ իմ կյանքում, բայց բոլոր դերերս եմ սիրում։ Բոլոր դերերս անխտիր։ Երկրորդ կուրսում էի, եւ իմ ընկեր Գոհարիկը Փոքրիկյան բեմադրեց կուրսային աշխատանք երիտասարդություն մեկ գիշերով հեքիաթ մեծերի համար, որտեղ ես մարմնավորեցի Կոշեի անմահին։ Դեռ այնպես չի որ քեզ ճանաչում են, ես հիշում եմ, որ ներկայացումը խաղացի, պրեմիերան եղավ եւ հաջորդ օրը ամբողջ ինստիտուտը ինձ արդեն ճանաչում էր։ Լավ իմաստով։ Եվ գիտես, ես դա զգացի, երբ որ մի օր հաջորդ օրը եկա, նայ ինստիտուտը փոքր տեղ է, չէ՞, փոքր է, բայց դա իմ համար ինչ որ առաջին մի հաղթանակ էր, շատ կարևոր հաղթանակ էր։ Իհարկե ես երբեք չեմ ձգտել ճանաչված լինելուն, բայց ես երբ որ զգացի, որ ինձ գիտեն, այսինքն դա եւս մեկ փոքրիկ ինչ որ հաղթանակ էր, որ ես երևի թե ճիշտ մասնագիտություն եմ ընտրել։ Սենց էր քայլում։ Չէ, ես երբեք Չէ, հաստատ։ Իհարկե, մեծացար մի փոքր, չէ, այտենց։ Չէ, չփոխվեցի։ Չէ, բացարձակ չփոխվեցի եւ ինչու, որովհետեւ ինքս տեսել եմ մարդիկ ոնց էին փոխվում եւ դա միշտ բայց առավելություն չզգացիր քո կուրսեցիների։ Չէ, չեմ ունեցել։ Իհարկե ես չպետքա որ դրա մասին ասեմ։ Վստահ եմ կուրսեցիներից մարդիկ կլինեն քո հաղորդման շրջանակներով, որ կհյուրընկալեն այստեղ։ Հաստատ, լինելու են։ Պատմի, կասեմ տես բաներ հելա։ Նրանց ասես կուրսեցիներ խնդրում եմ։ Չասեք։ Կասի, Հայկը հրաշք տղա է, ինքն ամեն ինչ ասում է։ Դու չգիտես, բայց ինքը ասում է։ Մեկ էլ մի բան, այս ամենալավ հատվածը հիշում ես, այդ դերի տեքստից ամենալավ հատվածը։ Խնդրում եմ։ Այ, Շահեն։ Հիշի։ Էդ էլ ասա սահմանափակենք։ Վայ։ Չէ, կդժվարանում իմ աշխարհ։ Մի հատված կդժվարանում։ Պատմի այդ հատվածը, ամենակարևոր հատվածը պատմի։ Ես կասեմ ուրիշ դերի մասին, որը էլի շրջադարձային էր եւ այնտեղ հաստատ։ Դա իհարկե Դավիթ Հակոբյանի բեմադրած Սասունցի Դավիթ ներկայացումն էր։ Դու Դավիթն էիր։ Չէ, ես Զենովոհանն էի։ Զենովոհանն էի, որը էլի շատ կարևոր եւ շրջադարձային դեր էր ինձ համար։ Այդ դերը ամենալավ հատվածը։ Այդ դերը գիտես ինքը ծանր էր, շատ դժվար ներկայացում էր, բայց մեկ շնչով էին խաղում եւ ես չէի հոգնում։ Ես պատրաստ էի նորից խաղալ։ Ամենաուժեղ հատվածը, երբ որ շատ կարևոր հատված էր, որտեղ Զենովոհանը որպես դիվանագետ, որպեսզի ազգը չտաներ կործանման, նա Մելիքին ասում է դու եղիր Մելիք մեր գլխի տերը ու քո շվաքում քանի դեռ մենք կանք քու խարջը միշտ տանք քու ծառան լինենք
այնքան ցավ կար այդ տեսարանում ու Դավիթը Հակոբյան Դավիթը շատ հետաքրքիր էր մեկնաբանել, շատ հետաքրքիր լուծում էր տրվել այդ մենք սկսում էինք աղոթել այդ պահին, դա աղոթքի պես էր հնչում եւ դա լրջագույն դիվանագիտություն էր։ Արճակատում մենք չէինք կարող տալ այդ պահին Մելիքի զորքի հետ, որովհետեւ մահացել էր մեծ մհերը եւ ամբողջ պատասխանատվությունը ընկել էր Զենովոհանի ուսերին, որը պատրաստ չէր, այո, պատրաստ չէր եւ այս պահին ամբողջ ազգը տանել պատերազմի արճակատման եւ կոտորել, հա, ամբողջ ազգը հանուն ինչ որ իսկ քո ներկայացումներից որը կառանձնացնես քո ներկայացումներից Շայն, բայց հիմա որ ասեմ մեկը եւ դա չլինի օրինակ այստեղի ներկայացումը ես կնեղանամ հա դե տեսնում հաստատ կնեղանամ 100% արի ես դա չասեմ ես բոլոր իմ ներկայացումների մեջ բոլոր ներկայացումներն եմ սիրում եւ բոլոր ներկայացումների մեջ ինձնից հատված կա այդտեղ ես պատրաստվում ստեղ բեմադրել պարոն Մարգարյան հələ չգիտես չես որոշել դեռ չեմ մտածել չես մտածել բայց մտորելու տեղ ես տալիս հա պետք է անպայման մի բան որոշես քանի որ ընկել ենք այս լավ իմաստով էլի թակարդը պետք է կարողանանք մեզ այդ թակարդում տեղավորենք եւ սկսենք մեր կեցությունը ապահովել այդ քարակը հա ու կարծում եմ որ մենք ստեղծենք մեր կյանքը ես ուզում եմ Շահեն որ ես կոչ եմ անում երիտասարդներին գալ հրազդան կամերային թատրոն եւ այստեղ իրականացնել իրենց խենթ գաղափարները սա դառնալու է եւ շատ եմ ուզում որ այդպես է լինի սա դառնալու է խոշորագույն մշակութային կենտրոն այսօրվա մեր զրույցի հյուրն էր բեմադրիչ ռեժիսոր դերասան Արմեն Մարգարյանը շնորհակալ եմ հրավերի համար ես միշտ գալիս եմ իմ տուն երբ որ գալիս եմ այստեղ ես գալիս եմ իմ տուն